Երաժշտությունը միջնորդ է հոգևոր և զգայական աշխարհի միջև, այսպես է ասել պատմության մեծագույն հույն փիլիսոփաներից Արիստոտելը։ Ողջույն, եթերում ծանոթ ու անծանոթ անուններ հաղորդաշարն է։ Այսօր կծանոթանանք կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական ոճաբան, Հայաստանի Հանրային ռադիոյի Արևիկ մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյանի անցած ճանապարհին։ Ողջույն, պարոն Հայրապետյան։ Բարև ձեզ, ողջույն։ Պարոն Հայրապետյան, տեղյակ եմ, որ ձեր մասնագիտությունների շրջանակը շատ լայն է, դիրիժոր, երաժշտական ոճաբան, բենդերի և անսամբլների ղեկավար, ինչն է ձեզ ավելի հոգեհարազատ և ինչու ընտրեցիք երաժշտությունն առհասարակ։ Շնորհակալություն, շատ տարողունակ հարց եք տալիս, այստեղ մի քանի բան կարող եմ ավելացնել՝ կոմպոզիտոր, նաև Հանրային ռադիոյի ծրագրավար, նաև ունեցել եմ հաղորդումներ Հանրային ռադիոյում որպես արդեն խմբագիր։ Պատկերացնում եք ինչքան լայն է, չհաշված որ կարդացել եմ գովազդներ, նկարվել եմ ֆիլմերում եւ այլն։ Գիտեք, այդ ամեն ինչի մեջ սերն է, սերը դեպի արվեստը, սերը դեպի կադրը, սերը դեպի ձայնը, երաժշտությունը եւ նաեւ ինչ որ մի հետաքրքիր արդյունք թողնելը։ Էական չի, դա կլինի կինոյում, դա կլինի ռադիոյում, դա կլինի երգի տեսքով կամ սիմֆոնիայի տեսքով, կարևորը որ ինչ որ մի հետաքրքիր բան թողնելն է եւ կարծես թե մի քիչ հաջողվում է։ Մեր հաղորդման հետևորդներին վստահ եմ, որ հետաքրքիր կլինի նաեւ ձեր կրթությունը, թե որտեղ եք սովորել, ովքեր են ձեզ դասավանդել եւ գուցե կա ինչ-որ մեկը, ումից ոգեշնչված ընտրել եք հենց այս ուղին։ Գիտեք, երևի սկսեմ ամենասկզբից։ Խոսքը գնում է երաժշտական դպրոցի մասին, որտեղ ես երաժշտական դպրոցը ավարտել եմ Հայկանուշ Դանիելյանի անվան երաժշտական դպրոցը, ավարտել եմ ջութակի դասարանը։ Այնուհետև Արլո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանի խմբավարության բաժինը, արվեստագետ մեծ խմբավար Նուբար Սնգրյանի դասարանը ավարտել։ Հետո կոնսերվատորիան 2 ֆակուլտետ, առաջինը Էդվարդ Միրզոյանի դասարանը որպես կոմպոզիտոր, հետո Յուրի Դավթյանի դասարանը որպես օպերային սիմֆոնիկ դիրիժոր։ Այնուհետև սկսվել են աշխատանքային տարիները եւ դեռ շարունակվում են, իսկ ումից են ոգեշնչվել բոլորից, որովհետեւ ես այդ առումով միշտ ասել եմ եւ միշտ կասեմ, ես բավականին երեսառած երեխա եմ եղել եւ պատանի եմ եղել, որովհետեւ ինձ հիանալի դասատուներ են հանդիպել կյանքում, ինչ ասեմ, եթե հիմա սկսեմ թվել, երևի շատ շատերին չեմ հասցնի, բայց այնուամենայնիվ մի քանի անուն կտամ։ Ավետ Տերտերյանը ինձ դասավանդել է գործիքավորում։ Սովորել եմ նաև Գայանե Չեբոտարյանի դասարանում պոլիֆոնիա։ Գևորգ Արմենյանն է մեզ դասավանդել, ինչ ասեմ, այնպիսի անուններ են, որոնք որ հավերժ կմնան երաժշտության պատմության մեջ, եւ ես շատ հպարտ եմ, որ ունեցել եմ րոպեներ, կարելի է ասել, որ իրենց աշակերտ եմ։ Մի այսպիսի բան էլ ասեմ, եթե մի հրաշքով ես հետ գնայի, ես էլի կուզեի իրենց մոտ դասի նստեի։ Երջանիկ մարդ եք։ Այո։ Պարոն Հայրապետյան, մի փոքր խոսենք ձեր ղեկավարած Արևիկ մանկապատանեկան անսամբլի մասին, կպատմեք ավելի մանրամասն, ինչպես եք կատարում ընդունելությունը, ինչ տարիքային խմբեր ունեք։ Արևիկ մանկապատանեկան անսամբլը սկսել է ղեկավարել 12 թվականից, 2012 թվականից, այն ժամանակ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը ինձ հրավիրեց իր մոտ եւ ասաց. ես ուզում եմ այսպիսի մի քայլ անեմ, ես նշանակեմ Արևիկի գեղարվեստական ղեկավար, ճիշտ ասած ես իրենից մի որոշ ժամանակ ուզեցի մի քիչ մտածելու համար, որովհետեւ Արևիկը ինձ համար շատ բարձր տեղում է միշտ եղել եւ հիմա էլ համար 1 խումբն է մանկական եւ մի որոշ ժամանակ 15 օր մտածելուց հետո ես համաձայնեցի։
Համաձայնեցի եւ պատկերացրեք տեղից սկսվեց բոլորովին ուրիշ աշխարհ ինձ համար։ Մի փոքր այսպես ընդմիջում եղավ իմ առողջականի հետ կապված 17 թվականին տարի ու կես, որից հետո էլի վերականգնվեցի որպես գեղարվեստական ղեկավար եւ փառք Աստծո հիմա շարունակում եմ աշխատել։ Արևիկում ընդունելության քննությունները այսպես են, տարին մեկ անգամ են լինում, հիմնականում դա սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբն է, որից հետո ընդունված երեխաներին մենք տալիս ենք որոշակի ժամանակահատված ինտեգրվելու, նաև իրենց որոշակի լավ զգալու արևիկում 3-4 ամիս հետո մենք անում ենք փոքր քննություն, տեսնենք այդ երեխան արդյոք ինչ որ բան սովորել է, չի սովորել, կամ մերն է այդ երեխան, կամ մերը չի, որովհետև լինում են դեպքեր, երբ երեխան գալիս է բավականին 0 մակարդակով, բայց 3 ամսվա ընթացքում ինքը մեծ աճ է ունենում, իսկ դա արդեն մեր օգտին է։ Ասեմ ավելին, քանի որ արևիկում ուսուցումը բացարձակ անվճար է, բնականաբար մենք ընտրում ենք հիմնականում լավ երեխաների, որովհետև դա մեր, այսպես ասած, կարևոր պայմաններից մեկն է։ Ես ասում եմ բացարձակ անվճար, ոչ միայն ամսվա վճարի մասին է խոսքը, ամեն ինչի մասին է խոսքը։ Եթե ասում եմ անվճար, խոսքը գնում է ամեն ինչի մասին, այսինքն երգերի երաժշտության, խոսքերի, գործիքավորման, ձայնագրման, պարուսույցի, երկուսույցի, աշխատանքի, սոլֆեջոյի դասերի, երեխաներին բեմ հանելու եւ այլն, այդ ամբողջը անվճար է։ Բնականաբար երեխաները պիտի ամեն ինչ անեն, որպեսզի կարողանան իրենք դառնան իրականում իսկական արևիկցի, որովհետեւ երեխան կարող է շատ լավը լինել, ես միշտ ասել եմ ու կասեմ, բոլոր երեխաներն էլ տաղանդավոր են, բայց ոչ բոլորն են արևիկցի։ Իսկ ինչպիսին է արևիկի երգացանկը, թե ոճային, թե աշխարհագրական առումով։ Այդ արդեն բավականին հետաքրքիր է այդ մասին խոսելը։ Ասեմ, արևիկի երգացանկը բավականին բազմաժանր է եւ բավականին լայն է։ 2019-ից մինչեւ հիմա արևիկի երգացանկը 150 երգից ավելի է, որի մեջ մտնում են եւ նախկինում արևիկի լավագույն հիթերը նոր գործիքավորված, նոր ձայնագրված եւ նոր ձևով պարային շարժումներով դրված եւ իհարկե նոր երգեր։ Այդ առումով արևիկը բավականին երեսառած խումբ է, որովհետեւ կոմպոզիտորները հենց որ մի գործ են գրում, միանգամից գալիս են արևիկ, որպեսզի միանգամից ցույց տան արևիկցիներին, որովհետև գիտեն, որ եթե լավ երգ եղավ, արևիկցիները անպայման արձագանքում են, վերցնում են, ձայնագրում են, երգում են եւ դա մտնում է ռադիոյի ֆոն։ Եվ ոչ միայն ռադիոյի ֆոն, մենք դրանք օգտագործում ենք համերգների ժամանակ, ելույթների ժամանակ եւ այլն։ Իսկ ժանրային առանձնահատկությամբ, ելի եմ ասում, շատ բազմազան է։ Սկսած դասական ստեղծագործությունների փոփային էլեմենտներով հագեցած մշակումներից, ժողովրդական երգերի մշակումներից, վերջացրած մինչև ջազ ռոք ինչ-որ վիճակներ, չգիտեմ, ամեն ինչը կա, բացի երկու ժանրից, որում իհարկե արևիկցիները ուղղակի չպիտի մտնեն, որովհետև դա իրենց ժանրը չի, դա իրենց ժանրերը չեն, դրանք եւ պետք էլ չի որ լինեն։ Պարոն Հայրապետյան, ինձ շատ տպավորեց եւ հետաքրքրեց ձեր վերջին աշխատանքներից, մեծակտավ աշխատանքներից Երգող Այբուբենը, ինչպես ծագեց գաղափարը այն ստեղծելու, քանի որ նա շատ աշխատատար է եւ թե խոսքային առումով, թե երաժշտական տեսակետից որտեղից ծագեց գաղափարը այսքան գեղեցիկ համերգ ներկայացում ստեղծելու եւ մնայուն նաեւ։ Սկսեմ էլի ամենասկզբից։ 2021 թվականին հանրային հեռուստաընկերությունը ուներ մի շատ հետաքրքիր, այսինքն կազմակերպեց մի շատ հետաքրքիր հաղորդաշար մանկական, որը կոչվում է դասերից հետո։ Դասերից հետոյի պրոդյուսերը Աննա Գալստյանը առաջարկեց ինձ, ասաց, գիտես ինչ, այսպիսի մի հետաքրքիր պրոյեկտ կա, որը ծրագիր կա, որը մենք ուզում ենք նկարենք արևիկի հետ, արանքներում երգեր լինեն տառերի մասին։
շատ հաճելի առաջարկ էր եւ ես միանգամից ընդունեցի եւ սկսվեց աշխատանքը։ Ինչու Աննա Գալստյանին ես միանգամից հիշեցի, որովհետեւ հիմնական խոսքերի հեղինակը ինքն է։ Իհարկե այնտեղ կան նաև 1-2 երգ իմ խոսքերով են, Վազգեն Տալյանի խոսքով կա 1 երգ եւ վերջին երգը Համոս Արյանի խոսքերով է։ Հավքերդ երկում են հայերեն, խորքերդ երկում են հայերեն, զորերդ հայերեն է շնչում, զոհերդ հայերեն է ննջում, որքան է ձեռից գնացել, դու էլի հային ես ու այսպես մենք այսպես ասած համեմեցինք այդ հաղորդումը երաժշտական համարներով, հա, այսպես ասեմ։ Հետո երբ որ վերջացավ այդ ծրագիրը, ես մտածեցի, որ իսկ ինչու դա չսարքել առանձին համերգային ծրագիր, քանի որ մենք համարյա թե պատրաստ ենք եւ ունենք այդ ամեն ինչը, այսինքն եւ երաժշտությունը, եւ գործիքավորումը, եւ խոսքերը, եւ երեխաների էնտուզիազմը, ամեն ինչ ունենք։ Եվ անցած տարվա սկզբին մենք ունեցանք այդ մեծ վերելքը, հա, էմոցիոնալ վերելքը, որ անենք այդ ներկայացումը։ Սկզբում ասացինք, որ դա կարող է լինել մյուզիկլ, բայց դա այնուամենայնիվ մյուզիկլ չի։ Դա ավելի շատ համերգ ներկայացում է, որտեղ երեխաները եւ երգում են, եւ պարում են, եւ խաղում են։ Սցենարը, հիմա կասեք, բա սցենարը ինչի մասին է։ Սցենարը Արևիկի առօրյայի մասին է։ Ինչպիսին են իրենք այստեղ։ Դասերի ժամանակ, դասերից առաջ, դասերից հետո մի փոքր այսպես ձևակերպված իրենց համոհոտով, իրենց հետաքրքրություններով եւ այլն, ու դարձավ սցենար, գումարած երգերը, որոնք թվով 40-ն են, այսինքն A-ից մինչև F 39 երգ եւ ֆինալի երգը դառնում է 40։ Եվ այդ մեծ ծրագրի վրա աշխատեցին շատ մեծ թվով մարդիկ, սկսած մեր գեներալ պրոդյուսեր Շավարժ Վարդանյանից, վերջացրած մեր ռեժիսոր Արմեն Սարգսյանով, նաև մեր խմբի աշխատակիցներով Պարուսից Ալինա Միքայելյանը, երկուսից Նաիրա Մելիքյանը, մեր ադմինիստրատիվ պատասխանատուն Քրիստինա Կարապետյանը եւ էլի շատ մարդիկ, ովքեր այս րոպեին ուղղակի ես չեմ կարողանում հիշել բոլորի անուն ազգանունը թողիցներ են, բայց շատ են նրանք։ Իրոք մեծ թիմ է։ Մեծ թիմ աշխատանքի իմաստով եւ նաեւ վերջնական հաղթանակի իմաստով, ճիշտ ասած ուզում ենք այս տարի խաղանք այդ ներկայացումը, որը գիտեք ուղղված է ոչ միայն դպրոցահասակ երեխաներին, ինձ թվում է դա ուղղված է ողջ հայությանը։ Այո, ամբողջ հայությանը։ Եվ ինչու՞ չէ, ես միշտ ասել եմ, Արևիկի երգացանկը դա 6-ից կամ 5-ից մինչև 105 տարեկանների համար է։ Որպես մեծ փորձ ունեցող մասնագետ երաժշտական աշխարհում, ինչ ուղերձ ունեք հայությանը, որ կցանկանաք լսելի լինի։ Ուղերձս այսպիսին է. ես ուզում եմ, որ յուրաքանչյուր հայ շատ սիրի եւ նվիրված լինի իր հայրենիքին, իր սիրած գործին, որովհետեւ դա է տալիս արդյունք եւ դա է տալիս այն, ինչ որ մենք կթողնենք սերնդերին։ Երևի այսքանը։ Պարոն Հայրապետյան, շնորհակալ եմ հյուրընկալության եւ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ կմաղթեմ բեղմնավոր տարի, իսկ արևիկցիներին արևշատություն եւ կապույտ երկինք։ Շնորհակալություն, ձեզ էլ մաղթում եմ արևշատություն եւ նորանոր բարձունքներ։ Շնորհակալ եմ։ Իսկ մենք կհանդիպենք։